Բակային տարածքների 3D մոդելավորում և կանաչապատման նախագծում այլևս հարկավոր չէ անհանգստանալ հետագա արդյունքի համար։ Այո, սիրելիներ, այսուհետ դուք նախապես կարող եք տեսնել, թե ինչ տեսք կունենա ձեր այգին։ Դե ինչ, բաց մի թողեք այս հնարավորությունը։ GM Garden-ը սիրով ձեզ է սպասում։ Հաջորդ պարարտանյութը, որի միջոցով հնարավոր է իջեցնել հողի թթվությունը, դա որքան է տարօրինակ է, հիմնային ռեակցիա ունեցող կարբամիդն է։ Պարարտանյութ, որը հողի մեջ տարալուծվելով, քայքայվելով, նույնպես իջեցնում է հողի pH-ը։ Բացի դա, կան նաև որոշ այլ պարարտանյութեր, հիմա ես կթվարկեմ շատ արագ, որպեսզի ձեր ժամանակը խնայեմ, տեսնեք, որ դրանց միջոցով հնարավոր է իջեցնել։ Բացի վերոհիշյալ պարարտանյութերից, դուք կհանդիպեք նաև վաճառքի խանութներում երկաթի սուլֆատ կա ամոնիումի սուլֆատն է լավ իջեցնում եւ շատ այլ պարարտանյութեր։ Հիմա մի հարց եմ ուզում ձեզ համար պարզաբանեմ, թե ինչու են բույսերի մեծ մասը աճում լավ, կիսաթթվային, այսինքն pH-ը 7-ից մի քիչ ցածր, 6-ից 7-ի սահմաններում, նույնիսկ 5.5-ի սահմաններում այսպիսի pH ունեցող սուբստրատում կամ հողում։ Ինչու համար։ Որովհետև հարգելի դիտողներ, լսողներ, որովհետև կենսագործունեության, բույսերի կենսագործունեության համար անհրաժեշտ բազմաթիվ սննդաէլեմենտներ եւ հատկապես ցինկը, երկաթը, մանգանը, բորը, որոշ առումով նաեւ ազոտը, դրանք լավ են յուրացվում, երբ թույլ թթվային է հողը։ Եթե երկաթը չյուրացվի, պատկերացրեք, կլինի քլորոզ։ Եթե մանգանը չյուրացվի, նախորդ հաղորդումները նայեք, կտեսնեք, այնտեղ տերևների ջղերի արանքում դեղնում են, իրենք կանաչ են մնում, մագնեզիումը նույնպես, բորը հատկապես, որը նպաստում է փոշոտմանը եւ այլն։ Ահա այսքանը այս մասում։ Եթե հարցեր կլինի, խնդրեմ, դուք կարող եք գրել ինձ կամ զանգել։ Շնորհակալություն։